Ասեմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հայոց ցեղասպանության վերաբերյալ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել հայտարարությունը, որը դարձել է թուրքամետ իշխանության կուսակցության լոզունգը, ցնցեց ամբողջ ամերիկահայությանը, չասեմ սփյուռքահայությունը ամբողջ աշխարհում, որտեղ դեռևս հատուկենտ ապրում են մեծ եղերնի ականատեսներ եւ այս կոնտեքստում վարչապետը եւ իրեն շրջապատող իրական Հայաստանի նվիրարները արժանի են մեր բոլոր նախնիների անդրշիրիմյան անեթներին։ Նորից եմ կրկնում, արժանի են մեր բոլոր նախնիների անդրշիրիմյան անեծքներին։ Ըստ էության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը պայմանավորված էր քաղաքական մոտիվներով, իսկ մտքերը նախապես կառուցված էին այն ենթատեքստով, որ եթե լիներ արձագանքներ, ապա հնարավորություն ունենար բառախաղերի աշխարհարությամբ շրջել, ինչպես նկատվեց հաջորդ ասուլիսներից մի քանիսում։ Այս տարվա ոգեկոչման 110-ամյակի ապրիլ 24-յան հայաստանյան եւ սփյուռքահայության երթերը ուղղակի հարված էին ներկա Հայաստանի իշխանավորներին սպորտային լեզվով ասած գոտկատեղից ներքև։ Հայտնի է, որ Հայաստանի իշխանությունները բացարձակ առնչություն չունեին նաև Միացյալ Նահանգների կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանը հենց իր ռազմական գործընկերոջ նկատմամբ։ Եթե գտնվեն մարդիկ, որոնք կարճամտորեն կարձագանքեն, որ նահանգների կողմից ցեղասպանության ճանաչումը ոչ մի բան չփոխեց, ասեմ, որ նրանք սխալվում են։ Ցեղասպանությունը ոսկոր է հայտնված թուրքական կառավարության կողմից, այն նաև խաղաթուղթ է առանձին պետությունների ձեռքում, որպես զսպաշապիկ իրենց կամքը թելադրելու նպատակով։ Որոշակի քաղաքական իրադարձություններից հետո համոզված եմ, թեկուզ առանձին շրջանակների շահերից ելնելով, այն անպայման դրվելու է պատմական արդարության վերականգնման խնդրասեղանին։ Ես կարծում եմ, հատուկենտ հայեր կան, որոնք չունեն ցեղասպանված նախնիներ։ Դրանք մեծամասամբ Արևելահայաստանում բնակեցված մեր հայրենակիցներն են։ Ես ինքս լինելով փոքր երեխա լսել եմ իմ տատիկից, թե ինչպես իր մայրը երեխաներին թաքցրել է թուրքերից, եւ այդ փոքրիկները թփուտների հետևից լսել են, թե ինչպես իր մայրը թուրքերենով խնդրել է իրենք սպանեն, պատճառաբանելով երեխաների սովածմանալը։ Թուրքական կառավարությունը նաև պայքար է մտանում հայոց ցեղասպանության գործում լքված սփյուռքահայության դեմ։ Առաջանցնելով ասեմ, որ Հայաստանյան իշխանական զանգվածային լրատվական միջոցները տարրական տեղեկություններ չեն տալիս սփյուռքի վերաբերյալ եւ ընդհանրապես հայը Հայաստանում անգամ չգիտե, որ Միացյալ Նահանգներում ունի ազգությամբ հայ տեզարագնաց։ Ոչ միայն տեզերագնաց, ես կարծում եմ, որ շատ հայեր կան, որոնք տարբեր բնակավարներում հսկայական հաջողություն են ունեցել, ասենք չեմ ուզում թվարկել, բայց կասեմ պարոն Փաթապուտյանի մասին, որը որ փաստորեն Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձավ, կարծես թե առաջին հայն էր։ Ինչևէ, Այն որ մենք սփյուռքի մասին լավ պատկերացումներ չունենք, ես կարծում եմ դա տեղեկատվական քաղաքականության հետևանք չէ։ Դա ավելի շուտ սփյուռքի գնահատման եւ սփյուռքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության գնահատական է, ինչը տեղի ունեցավ 18 թվականի ուրեմն հեղափոխությունից հետո, երբ լուծարվեց Սփյուռքի նախարարությունը, որը որ կապող կամուրջ էր դարել Սփյուռքի եւ Հայաստանի միջև, չեմ ասի, որ շատ լավ էր աշխատում, այնպես ինչպես մենք կուզեինք, բայց համենայն դեպս կար ինչ որ պետական օրգան, որը պատասխանատու էր Սփյուռքի համար կամ Սփյուռքի ձայնը Հայաստանում լսելի դարձնելու համար։ Շատ լավ, եւ եթե դուք հետևում եք Հայաստանի
այսպես ներքաղաքական իրավիճակին, ապա կտեսաք, որ վերջերս անսպասելի այդ երկար բանակցվող գործընթացում Ադրբեջանի հետ Հայաստանը հանկարծ անսպասելիորեն զիջեց երկու հարցում, որից մեկը եվրոդիտորդների ուրեմն հեռացնելն էր սահմանից եւ մյուսն էլ ուրեմն դատական հայցերի հետ կանչումներ։ Ընդհանրապես ես ուզում եմ Ամերիկայի հայերի տեսանկյունը կամ ձեր տեսանկյունը Արցախի հայաթափության, Մինսկի խմբի լուծարման, այդ դիտորդների հեռացման, հայցերը հետ կանչելու պատրաստակամության մասին։ Ինչպես եք դուք գնահատում ներկա իշխանությունների այսպես գործընթացը, արդյոք դուք հերվից կարող եք ճիշտ գնահատել դա եւ ինչպես է երևում հերվից։ Շնորհակալություն հարցի համար, ես լրիվ հասկացա։ Ասեմ, որ Նիկոլի պատմական եւ իրական Հայաստան մեկնաբանությունը ունի վտանգավոր ենթատեքստ։ Կարծում եմ նաեւ Ստեփանակերտում Արցախը Հայաստանը եւ վերջ հայտարարությունը, որը մեր միամիտ ժողովուրդը ընկալում է որպես հաղթական կեցված, իրականում ուղղված էր հայտարարություն Ադրբեջանի նախագահին մատնացույց անելով, որ Արցախի համար իրենց կողմից նախկիներին խոստացած փոխհատուցությունը հեռու է բավարար լինելուց եւ արհեստականորեն կայացած 44 օրյա պատերազմը թատերականացված միջոցառում էր։ Իսկ Մինսկի խմբի լուծարման պայմանը կարծում եմ արդեն կայացած փոխհատուցման պայմաններից մեկն է։ Հայաստանում եւ նրա շուրջը տեղի ունեցող իրադարձությունները հուշում են, որ երկիրը հակում ունի կազմաքանդվելու։ Ներկայումս գործող իշխանությունը կազմաքանդման աշխատանքներ իրականացում է իրավական փաստաթղթերի հարթությունում, ամենից առաջ սահմանադրության հիմնարար փոփոխությունների եւ տարածքների օտարման կեղծ խաղաղության պայմանագրի տեսքով։ Մենք որպես ազգ ձևավորել ենք հայկական լեռնաշխարհում եւ այն ընդգրկում էր առաջավոր Ասիայի ընդարձակ տարածքը, որը նաեւ ներառում էր մեծ հայքի 11-րդ նահանգը, որը կոչվում էր Փայտակարան, զբաղեցնելով ներկա Ադրբեջանի տարածք ամբողջությամբ։ Հետագայում կենտրոնանալով այդ տանգի արևմտյան մասում Արցախի բոլոր 5 մելիքությունները դիմագրավել են բոլոր արաբիկներին, ընդհանուր մողոլ թաթարական հարձակումներին։ Արցախի հայաթափումը աղետալի էր, սակայն ոչ կործանարար։ Պատմությունը ցույց է տվել, որ ոչ մի սահմաններ մշտական չեն։ Իշխանափոխությունից հետո կարծում եմ ունենանք ապաքինման ժամանակահատված։ Դա իմ կարծիքն է եւ կարծում եմ ամերիկահայության մեծամասնության կարծիք։